Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նորագյուղի կառուցապատման ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցադրումների հստակեցման նպատակով լրամշակվել են պոտենցիալ ձեռքբերողի հետ համայնքի կողմից կնքվելիք պայմանագրի դրույթները եւ սահմանվել են նոր կարգավորումներ, համաձայն որոնց Նորագյուղի տարածքում հարթավայրային եւ բլրային հատվածներում օտարումների համաչափությունը ու համամասնությունը ապահովելու համար ձեռքբերողը պարտավորվում է պայմանական ասած հարթավայրային տարածքից հողի վաճառք իրականացնելու դեպքում ԵԿՆ ՕՀԱԿ-ի անունով նոտարի դեպոզիտ հաշվել վաճառված հողի մակերեսի կեսի չափով բլուրի տարածքում հող ձեռք բերելու համար անհրաժեշտ գինը, իսկ գինը որոշվում է շուկայական արժեք պլյուս 30% հաշվարկային մեխանիզմի հիման վրա եւ այս մեխանիզմը ներդրված է այն նպատակով, որպեսզի տարածքի կառուցապատումը իրականացնելու նպատակով օտարումներ իրականացնելիս բլրային եւ հարթավայրային հատվածների օտարումները իրականացվեն համաչափ, հետագայում կառուցապատումը նույնպես համաչափ եղանակով իրականացնելու եւ ծրագիրը ամբողջությամբ ամբողջ տարածքում ավարտին հասցնելու նպատակով։ Շնորհակալ եմ Տիկին Թևանյան, այս մեխանիզմը արդեն նման է, որ ապահովում է օտարման գործընթացը, այսինքն ավելի, այսպես ասած, բարդ հատվածում օտարման գործընթացի համար որոշակի երաշխիքներ է ստեղծվում ավելի բացազատված հատվածի վաճառքների հաշվին, կարծում եմ սա լավ տրամաբանություն է, պետք է ներկայացնել կառավարության գործընկերներին։ Շատ լավ։ Հաջորդը Հանձնարարական համար 116 ներկայացնել տեղեկատվություն հաղթանակ զբոսայգու արդիականացման ծրագրի վերաբերյալ։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաղթանակ զբոսայգու արդիականացման ծրագրի հետ կապված վերջերս ձեր գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքների եւ հանձնարարականների կատարման նպատակով ներկայումս աշխատակազմի վարչությունների հետ աշխատում ենք զբոսայգու այն ուրվագիծը կոնտուրը մշակելու ուղղությամբ, որի շրջանակներում տվյալ հայեցակարգը պետք է իրականացվի եւ այդ նպատակով ուսումնասիրվում են այդ տարածքում արկա գույքերը, դրանց կարգավիճակը, սեփականության իրավունքով են պատկանում, թե ինքնակամ կառույցներ են հանդիսանում, ինչպես նաև արկա պայմանագրերը, դրանց նույնպես կարգավիճակը եւ ժամկետները, այս գույքագրումը ավարտելուց հետո մենք ամբողջական տեղեկատվություն կունենանք այն ուրվագծի վերաբերյալ, որի շրջանակներում հնարավոր կլինի հայեցակարգը իրականացնել եւ արկա վիճակի վերաբերյալ, որից հետո համայնքը կարող է ձեռնամուխ լինել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմանը եւ դրան զուգահեռ նաեւ աշխատանքներ ենք մեկնարկում հայեցակարգի պայմանները եւ չափանիշները մշակելու ուղղությամբ, որովհետև հայեցակարգի ընտրությունը ձեր հանձնարարությամբ պետք է իրականացվի մրցութային ընթացակարգով եւ դրա երկու աշխատանքները իրականացնում ենք զուգահեռ, որպեսզի ավարտին կարողանանք արդեն հայտարարել մրցույթ։ Շնորհակալ եմ Տիկին Թևանյան, հաղթանակ զբոսայգու վերակառուցման եւ վերականգնման աշխատանքները կարծում եմ մեր առաջնահերթությունների ցանկում են եւ առհասարակ Երևան քաղաքում այգիների վերականգնման ծրագրի կարեւոր մաս են եւ հաղթանակ զբոսայգին արդեն շատ երկար տարիներ է ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում եւ մեզ պետք է ստանալ ամբողջական նորարարական առաջարկություններ, որոնք որ այո պետք է ընտրենք նաև մրցութային կարգով, ես խնդրում եմ ձեզ այս աշխատանքների ամփոփումը, մասնավորապես գույքագրման ամփոփումը իրականացնել 2 շաբաթվա ընթացքում եւ նորից զեկուցել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, այսքանը։